Չի բացառվում, որ ինչ որ մանրամասներ հայտնի են դարձել Իրանին նոր քննարկումներից, որովհետև վերջին շաբաթներին հաճախ խոսվեց, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները սկսում են քննարկել այդ հայ-ամերիկյան կոնսորցիումի ձևավորման եւ այդ ճանապարհի կառավարման մոդելները, չգիտեմ, մանրամասները եւ այլն։ Դե խնդրեմ, աշխատանքային խումբ է եկել է եւ այդ աշխատանքի շրջանակում, այո, եւ այստեղ բացառված չէ, որ Իրանին կամ հայտնի է դարձել ինչ որ բան առանց Երևանի, կամ Երևանն է հենց Իրանին տեղեկացրել ինչ որ քննարկման մասին, որի մանրամասները առաջացրել են այդպիսի ռեակցիա։ Ամենայն դեպս առաջին անգամ էր, որ Իրանը այս նախագծի վերաբերյալ այդպիսի ռեակցիա է տալիս, ընդ որում այդ տվողն էլ հատկանշական ֆիգուր է, այսինքն թե ընդհանրապես իրանյան քաղաքականության մեջ առանցքային դեմքերից մեկը, եւ թե հենց անմիջապես Գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական։ Այս իմաստով դա բավական լուրջ մեսիջ էր եւ շատ հստակ ու կոնկրետ ասված։ Հիմա այդտեղ ինչ խնդիրներ կան, այստեղ ցուցիչ է նաեւ այն, որ Երևանը դեռևս չի արձագանքել որևէ այսպես էական բովանդակություն։ Կա Իրանում Հայաստանի դեսպանի բարձրավանն է։ Դե դեսպանի մակարդակը իհարկե այլ է եւ այստեղ քանի որ հնչել է հայտարարություն բավական նշանային մակարդակով Իրանից, միայն դեսպանի մակարդակի հայտարարությունը հարցազրույցի միջոցով, այն էլ իրանական լրատվամիջոցին հարցազրույցի միջոցով, սա չենք կարող դիտարկել համարժեք։ Եվ այստեղ բացառված չէ, որ անգամ մշակման փուլում է ինչ որ արձագանք։ Այդ թվում չեմ բացառում նույնիսկ Օվերչուկի հետ այս շփումների եւ հանդիպումների ընթացքում կարող է աշխատանք։